Երկկողմ հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված է թե ոչ եւ այս օրերին շատ խոսվում է Հայաստանում ինչ որ հիբրիդային պատերազմների մասին, ակնարկվում է նաեւ որ դրանք հեղինակվում են ռուսական կողմից, որքանով են լուրջ այդ գործողությունները եւ արդյոք Փաշինյանը պատրաստվում է այդ հարցը բարձրացնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Հիբրիդային պատերազմը չեմ կարծում, որ հիբրիդային պատերազմի մասին խոսում է միայն վերջին շրջանում։ Դրա մասին եւի խոսում է 2018 թվականից։ Երկկողմ հանդիպման մասին եկեք սպասենք, կարծում եմ մամուլի ծառայությունը եւ վարչապետի եւ Կրեմլի դրա մասին կխոսեն։ Իսկ պատրաստվում է այդ հիբրիդային պատերազմների մասին խոսել վարչապետը։ Օրակարգային բոլոր հարցերը կքննարկեն եւ ինչ նպատակահարմար կգտնեն, հրապարակային կներկայացնեն։ Եվ Պարոն Գրիգորյան, զուտ օրվա հետ կապված 80 տարի առաջվա տեղի ունեցած իրադարձությունները ձեր կարծիքով այսօր ինչպես են ընկալում Հայաստանի հասարակության մեջ։ Կդժվարանամ ասել ինչպես են ընկալում Հայաստանի հասարակության մեջ։ Պարոն Գրիգորյան, սահմանի իրավիճակի հետ կապված մի երկու հարց է, եթե կարելի է։ Երեք մամուլում տեղեկություն եղավ, որ Երևանն ու Բաքուն այդ հրադադարի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։ Հրադադար ռեժիմի խախտման հետ կապված իսկ խնդրեի մանրամասնել ինչ տեղեկությունների մասին է խոսքը։ Բաքուն ընդունում է, որ հայկական կողմը իսկապես չի խախտում հրադադար, այսինքն համոզիչ փաստեր ներկայացվել են, ինչ քննարկումներ են այս առումով Բաքվի հետ։ Բաքվի կողմից փոխանցված ավելի շուտ այսպես է։ Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը եւ փոխանցել է Ադրբեջանին բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Իսկ երբ որ Ադրբեջանն է հայտարարում դրա մասին եւ կներեք Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանը խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն։ Փոխանցել ասցիք պարոն Գրիգորյան, փոխանցել է, ես ուղղակի չհասկացա։ Իրենց կողմից ըստ իրենց հետաքննություն են կատարել դրանց մասին։ Եվ ինչ է բարձվել։ Եվ բարձվել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի